Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում 688,761 քվե ստացավ եւ միանձնյա իշխանություն ձևավորեց։ Ընտրություններից առաջ ՔՊ-ն մի շարք չափելի խոստումներ էր տվել, որոնք պետք է իրականացներ մինչեւ 2026 թվականը։ Արդեն մոտենում են հաջորդ ընտրությունները։ Ֆակտոր TV-ն փորձել է պարզել քաղաքական ուժի սոցիալական ոլորտում տված խոստումներից, որոնք են իրագործվել։ Գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր։ Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի, կենսաթոշակի չափը միջին չափը 43,500 դրամից դարձնել 61,000 դրամ, նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ։ Նիկոլ Փաշինյանի թվարկածուղություններով ինչ պատկեր է այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ֆակտոր TV-ի հարցման պատասխանից պարզ է դառնում, որ գործազրկությունը 10%-ից չի նվազել։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն 2025-ի երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 11,8%։ Կենսաթոշակի միջին չափը խոստացված 61,000-ի փոխարեն կազմում է 49,032 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը 37,000 դրամի փոխարեն 36,000 դրամ է։ Չի կատարվել նաև աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Հայաստանում այժմ նվազագույն աշխատավարձը կազմում է 75,000 դրամ, այն 10,000-ով պակաս է ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված թվից։